Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն եմ։ Հայրենի հողից հեռու հայտնված հայերը չնայած տարբեր դժվարություններին եւ խոչընդոտներին պահպանում են մեր ազգային ավանդույթները, լեզուն եւ մշակույթը։ Տարիներ շարունակ հայրենիքից հեռու ապրելով շատերն են երազում վերադառնալու, պատմական հայրենիքի հետ վերամիավորվելու եւ իրենց հողի ուժն ու ոգին զգալու մասին։ Վերջին տարիներին ակնհայտ է, որ մեր շրջապատում ավելացել է հայրենադարձվողների թիվը, որոնք շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի հասարակության լիարժեք մաս են դառնում։ Իսկ որքանով է նրանց ոգեշնչում հայրենիքը, հարազատ հողում ապրելն ու արարելը, կփորձենք բարձել մեր այսօրվա հյուրից։ Էֆի Քարաջյանն է մեր հյուրը։ Էֆի, ողջույն։ Ողջույն։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ է, մերսի, շատ ուրախ եմ, որ դուք եկել եք բոնոս։ Մենք էլ ենք ուրախ։ Մեր զրույցը սկսելու ենք ձեր անունից։ Շատ հետաքրքիր եւ տարբերվող անուն եք կրում։ Ով է ձեզ անվանակոչել այդպես։ Էֆի անունը մամաս է հենց որոշ է։ Իր արմատները հունական են եւ ընդհանրապես ավելի երկար անուն է լինում Էֆտիլիա կամ Ուֆիմիա, բայց իմ օնքս հենց կարճ ու կտրուկ Էֆի ու նշանակում է պարզ խոսող։ Համապատասխանում է ձեր բնավորությանը։ Կարծում եմ, հույսով եմ, այո։ Կանադայից տեղափոխվեցիք Հայաստան։ Այո, 2021 թվականին։ Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո հայրենիք տեղափոխվելը բավականին բարդ եւ պատասխանատու որոշում է։ Ինչպես հանգեցիք այդ որոշմանը։ Բավական երկար արդեն տարիներ Կանադայում ապրե ու ես միշտ որոշել եմ, որ մի օր գալու եմ Հայաստան, ապագաս Հայաստանում անցկացնեմ։ 2020 թվականին COVID-ը եղավ եւ հետո COVID-ից հետո որ մեր պատերազմը եղավ, այդ որոշումս արագացավ ու որոշամ, որ գամ Հայաստան, իմ ուժերս, իմ ջանքս տնեմ Հայաստանում։ Մինչ այդ, եթե չեմ սխալվում, 2012 թվականին, չէ, առաջին անգամ եկաք Հայաստան։ Այո, առաջին անգամս որպեսզի զբոսաշրջիկ եկել եմ Հայաստան 2012 թվականին։ Ես եմ երկու ընկերուհիներս էին, որոշել էինք, որ Արարատ լեռը բարձրանանք ու գնացինք Թուրքիա, Վրաստանի միջոցով։ Մենք ինքներս մեր ուժերով գիդինք ճարը այնտեղ, ստեղից դեռ այն ժամանակ չէին գնում։ Գնացինք Վանալիչ, նավակով գնացինք մինչև Աղթամար, Կարզ եւ Անի քաղաքը գնացինք։ Շատ ազդի չէր մեզ համար, համ հուզվանք, համ էլ ոգեշնչվանք, որ ամեն հայ իմ կարծիքով պետք է մի օր իր ապագան գա Հայաստանում անցկացնի։ Նաև այդ այցը նպաստեց, որպեսզի դուք հետագայում կայացնեիք այդ որոշումը Հայաստան տեղափոխվելու եւ ապրելու։ Այո, ու որոշամ, որ էլ Կանադա չմնամ, գամ Հայաստան։ Առաջի անգամը հենց հունվար 1-ին 2021 թվականին թռիչքով եկամ, հասամ Հայաստան, 6 ամիս մնացի։ Մի քանի ամիս նորից հետ գնացի, այնտեղից գործերը փակելու համար, տոնը ծախամ, ավտոս ծախամ, գույքերս ամեն ինչը ծախծխամ, երեխեքիս հետ լավ երկար խոսացին, որ դες հետ համաձայնեք, որ ես հետ եմ, իրանք արդեն մեծ աղջիկերք են այդ ժամանակ, ու ասան դու քո կյանքը տարա, մենք այստեղ կմնանք ու կգանք ձեզի կայցելենք։ Փաստորեն Կանադայից Հայաստան տեղափոխվեցիք, այնտեղ թողնելով ամեն ինչ, նաև կարիերայի հնարավորություններն ու կանադական հեռանկարները։ Հայաստանում արդեն տեղափոխվելուց հետո ո՞րն էր ձեզ համար ամենաբարդ ժամանակաշրջանը եւ հիմնականում ինչ խնդիրների էիք բախվում։ Ճիշտն ասած, ամենաբարդ ժամանակը ես կարծում եմ անցկացնում եմ հիմա, այն առաջի 2 տարին ցենց շատ ավելի բացահայտում ես, գալիս ես, ամեն ինչը նոր է։ Հետո 2022 թվականին քաղաքացիությունս ստացամ հայկական ու որոշամ, որ կոնկրետ ստե մնամ, այդ հալ գալ չկա։ Թուրիզմի ֆեդերացիայի դասերին մասնակցամ, 2 շաբաթվա սերտիֆիկատ էր, հայկական թուրիզմի սերտիֆիկատ ստացամ ու որոշամ հենց զբոսաշրջիկային ոլորտի մեջ աշխատեմ։ Հիմա էլ որպեսի աշխատանք դեռ փնտրում եմ։ Ամենաբարդ ժամանակը հիմա է, ճիշտն ասած, առաջի 3 տարին ավելի հեշտ էր, հիմա իսկական կյանքն է զգում Հայաստանի։
Մենք գտնվում ենք ձեր առանձնատանը, որը ձեռք եք բերել արդեն Հայաստան տեղափոխվելուց հետո։ Այդ որոշումը նախորոք էիք կայացրել, թե արդեն Հայաստանում հասկացաք, որ յուրաքանչյուր հայ իր հայրենիքում պետք է սեփական տուն ունենա։ Հայաստան գալուց հետո եմ որոշել, որ ստեղում առանձնատուն առնեմ, առաջ հենց Երևանում էի մնում ու արդեն զգում եմ, որ շատ մի քիչ խճճված է քաղաքը, որոշամ, որ մի քիչ քաղաքից դուրս կամ համ ավելի լավ շքեղ տուն ես կարող առնես նույն արժեքով, համ էլ ես եմ ավելի սրտաբաց տեղ ունենամ, սիրուն այգի ունեմ, բնության գրկում եմ, այո, ու շատ ուրախ եմ, որտեղ ինձ չի, որ 2 ժամ քաղաքից դուրս եմ, կես ժամում հասնում եմ Երևան, երբ որ ուզում եմ քաղաք եթամ, հանգիստ քշում եմ, եթում եմ, ու իսկ ստեղ հանգիստ կյանք եմ անում հիմա։ Ինչն է ձեզ հատկապես դուր եկել Հայաստանում։ Ինձ համար հիմա շատ հետաքրքիր եւ սիրում եմ, որ այսքան տարբեր ձևի հայեր կան։ 2012 թվականին որ եկամ, մենակ բնիկ հայեր են ինձ մեծ մասամբ։ Հա, մի քանի հատ պարսկահայ կար, կամ մի քանի հատ լիբանահայ կար, բայց 2021-ին որ վերադարձամ, ինձ համար շատ նորից հուզիչ եւ ուրախ եմ, որ լիբանահայ, սուրիահայ, արցախցիներ, պարսկահայ, այսինքն էս է Հայաստանը, չէ՞, մեր ամենից հողն է, ոչ մենակ բնիկ հայերի եւ հույսով եմ, որ մեկ-մեկ ամենս հայրենադարձ դառնանք ստեղ։ Այո, մենք էլ ենք հուսով, որ հայրենադարձների թիվը ամեն տարի ավելի կշատանա։ Այո, հաստատ։ Ձեր աղջիկները հասցրել են ձեզ հյուր գալ։ Հյուր գալ դեռ չէ, մեծս եղել է, տարիներ առաջ ինքը իր շաբաթօրյա դպրոցը որ վերջացան, իրան 2 շաբաթով բերել են, սո ինքը շատ լավ հիշողություններ ունի իր այցից, բայց 2 փոքրը դեռ չէ, հույսով եմ, որ այս համար կգան, որտեղ այս համար Հոմենտվենի համահայկական խաղերն են, որ լրիվ աշխարհից երիտասարդությունը գալիս է այստեղ, կարծեմ ֆուտբալ, բասկետբալ, տարբեր խաղեր ունենան, ես ինքս արդեն Թորոնտոից գիտեմ մի քանի ընկերներ որ գալիս են, So հույս ունեմ, որ այս տարի առիթ ունենան, որ գան հյուրընկալեն, մանավանդ է, քանի որ հիմա իմ ծնողներս էլ են այստեղ։ Այո, ձեր ծնողները ոչ միայն որոշում են կայացրել Հայաստան տեղափոխվելու, այլ արդեն ֆիզիկապես այստեղ են գտնվում։ Ձեր օրինակն է նրանց համար վարակիչ եղել։ Իմ օրինակս, իմ ուրախությունս այստեղ, որ իրանց հետ երբ որ խոսում էի, միշտ շատ ուրախ էի, իրանք արդեն 45 տարից ավել է, որ Պարսկաստանից գնացել են Կանադա, իրանք էլ միշտ ուզացել են, որ գան Հայաստան։ 2 անգամ եկել են որպեսզի տուրիստ ու որոշան, որ գան ստեղ մնան։ So հիմա արդեն մեկ տարի է, որ իրանք էլ ստեղ են տեղափոխվել։ Իրանք հենց քաղաքում են տուն վարձել, սեփական տունը, այս իմ տունս մի քիչ ավելի sense հեռու է, բայց շատ ուրախ են իրանց որոշումով ու հույսով եմ, որ իրանք էլ հիմա օրինակ դառնան իրանց նման մարդկանց համար։ Իմ կարծիքով կարող է երիտասարդները դեռ շատ պատրաստ չեն, որ գան հայրենադարձ, բայց թոշակավորները 60-70 տարեկան հայերը, որ սա կյանքները նարել են, դրսում են էլ եւ միշտ ուզացել են գան, ինչու չեն գալի հիմա։ Ժամանակն է, ամեն էլ իրանք թոշակներն են ստանում, կարող են հանգիստ շատ լավ ստեղ ապրեն։ Գիտենք, որ Հայաստան տեղափոխվելուց հետո ձեր գործունեությունը սկսել եք հենց Գյումրիում։ Ինչու հենց Գյումրիում եւ ասենք ոչ Սևանում, Կապանում, ինչը ձեզ գրավեց Գյումրիում։ Ինձ համար Գյումրին շատ իմաստուն քաղաք է, որտեղ իմ տատիս, իմ պապայիս մեծ մամեն Պարսկաստանից իրանք 60-ականներին, որ իրանք են հայրենադարձել, իրանք հենց լենինական են ուղարկել Գյումրի։ Ինքը այնտեղ ապրել է եւ այնտեղում էլ մահացել է, թաղված է Գյումրիում։ So ինձ համար այդ արմատներս Գյումրիում ուժեղ էին ու ես արտանագրան գրանցվամ որպեսզի մշակութային եւ туриզմի կառավարիչ ու շատ հետաքրքիր եւ հաճելի տարի էր ինձ համար Գյումրիում։ Այսօր շարունակում եք պահել այդ կապը գյումրեցիների եւ Գյումրիի հետ։ Այս տարի դեռ ժամանակ չեմ ունեցել առիթ չել որ Գյումրի գնամ, բայց հույսով եմ, որ ես համար կետամ։ Անցյալ տարի ծնողներս որ եկան, իրանք ինձ այցելան Գյումրիում, շատ լավ շաբաթ ունեցանք, հենց Թաթայի համերգի ժամանակ էր, որ իրանք էլ եկան, շատ ուրախ էին։ Այո, գյումրեցիները շատ յուրահատուկ բնավորություն ունեն եւ ձեր անվան նման ու ձեր բնավորության նման շատ ուղիղ խոսող են։ Ու նաեւ շատ հետաքրքիր է 9 ամիս փաստորեն աշխատել եք այնտեղ եւ ապրել եք Գյումրիում։ Այո։ Ինչ տվեց Գյումրիում ապրելու ժամանակահատվածը ձեզ, թե հայրենիքը ճանաչելու տեսակետից, թե մեր ժողովրդին ճանաչելու տեսակետից եւ թե ձեր մասնագիտական գործունեության աճի առումով։
Մեր երկիրը ճանաչելու առումով շատ հետաքրքիր էր, որտեղ լրիվ տարբեր քաղաքանտեղ ժողովուրդը շատ հպարտ են իրանք գյումրիեցիները ու ինձ ցույց տվավ, որ Երևանից դուրս տեղում էլ դեռ կյանք կա եւ շատ կարեւոր է, որ մենք հիմա մեր երկրորդ, երրորդ, չորրորդ քաղաքները ուժեղացնենք։ Իսկ հետաքրքիր է հնարավոր է մի օր կրկին վերադառնաք Գյումրի, այս անգամ արդեն մշտական բնակության։ Չգիտեմ, անգլերենով ասում են երբեք մի ասա երբեք։ Հիմա դեռ Արզնիում է տունս, ծնողներս Երևան են, կարծում եմ հիմա դեռ ստեղ կլինեմ, բայց եթե առիթ եղավ եւ հնարավորություն եղավ, կարող է թամ։ Ես սիրեցի շատ այնտեղ ապրելը, որտեվ ամեն տեղ որ ապրում եմ, սիրում եմ հենց ոչ մենակ այդ քաղաքում մնամ, տարբեր տեղեր այցելեմ։ Էֆի, ինչպես եք պատկերացնում Հայաստանում համայնքների զարգացումը եւ ինչպես կարելի է անել, որպեսզի դրանք զարգանան համաչափ։ Ես կարծում եմ, որ համայնքները Հայաստանի պահողներն են։ Երևանը հիմա շատ լավ քաղաք է, ամեն տարբեր ձևի մարդիկ կան, ռուս կա, իտալացի կա, գերմանացի կա, բայց համայնքներում ավելի շատ հենց ավանդական հայերեն են ապրում ու ուժեղ ժողովուրդ են, որ կարողանում են ինչքան է դժվարություններ լինում պայքարեն։ Եթե փորձենք համեմատել Կանադայի միջավայրը եւ Հայաստանի, ինչ տարբերություններ կնկատենք։ Կանադան ես ինքս Թորոնտո եմ մեծացել, 6 տարեկանից այնտեղ եմ եղել, շատ լավ քաղաք է, չեմ վատ բան չունեմ ասելու, բայց երբեք չեմ զգացել իմս է։ Միշտ ընդեղում հայ են եղել։ Հայկական համայնք կա։ Հայկական համայնք էլ կա, հայկական կենտրոնը կա, դպրոցները կան եւ էդի միշտ էլ ինձ իմ արմատներս է պահել։ Բայց երբ որ եկամ Հայաստան, ճիշտ է որ այդտեղ չեմ ծնվել, բայց զգում եմ որ իմս է, որպեսի հողը, ջուրը, օդը, մատ հոտ կա Հայաստանում, որ պատուհանդ բացում ես, քեզի սենց զգում ես որ քո տունը տեսեք եմ։ Կանադան է շատ լավ երկիր է, շատ մարդիկ հիմա շատերն են ասում Կանադան թողել ես եկել ես այստեղ, բայց արդեն այնտեղ կյանքս արել եմ։ Հիմա իմ ապագաս Հայաստանում է։ Խոսենք ձեր արմատների մասին, որտեղից են սերում ձեր արմատները, ինչ եք հիշում ձեր նախնիներից։ Իմ արմատներս լրիվ աշխարհից են գալի, մամայիս կողմից իմ մեծ պապս հենց պարսկահայ ընկել է ամենս, իմ մեծ մամես ճիշտ ասած կես ռուս եւ կես գերմանացիալ է մամայիս մաման, սա մեր գեների մեջ ռուս եւ գերմանական գեներ կան։ Պապայիս կողմից Ռոստովից են ելը, ռուսահայ են ելը, բայց հենց հայ ու իր ծնողները Ռոստովից եկել են Թավրիզ, Թավրիզում պապաս է ծնվել ու հետո տեղափոխվել են Թեհրան։ Մամաս ու պապաս երկուսն էլ հենց Թեհրանի ծնված, մեծացած, ես Թեհրան եմ ծնվել ու 6 տարեկանում տեղափոխվել ենք Թորոնտո։ Ապրել եք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրանը, այնուհետև Կանադան։ Երկու իրարից շատ տարբերվող մշակույթ եւ ավանդույթներ ունեցող երկրներ։ Ինչպես է հաջողվել ձեր ծնողներին պահպանել հայկականը, ավանդականը, անդավաճան մնալ մեր ազգային արժեքներին։ Ծնողներս էլ արդեն շատ հայրենասեր մարդիկ են, մենք տունում միշտ հայերեն ենք խոսացել, Պարսկաստանում իրանք հենց Արարատ ակումբն են ընդեղում հանդիպել են, ընդեղ մեծացել են, մամաս ընդեղ համ սպորտ է խաղացել, համ էլ ընդեղում իրանց մշակույթային ձեռնարկներ են գնացել, այս գիրքը ճիշտ ասած հայուհին հենց Պարսկաստանի հայ կնոջ կանանց միությունն է ստեղծել եւ այդտեղից մեր մեջը արդեն կա այդ հայասերությունը։ 6 տարեկանում տեղափոխվել եք Կանադա, փաստորեն ձեր մանկությունը եւ պատանեկությունը անցկացրել եք Կանադայում։ Այո։ Դա ամենաուժեղ ժամանակաշրջան է մարդու կայացման եւ մարդու բնավորության ձևավորման առումով։ Ինչպես է կանադական միջավայրը նպաստել ձեր անձի կայացմանը։ Դե առաջինը, որ Կանադան շատ հենց հումանիտար երկիր է, տարբեր ձևի մարդիկ կան այդտեղ ապրում են, իտալացի, չինացի, հույն, բազմազգ, այո։ Եվ Կանադան ինձ համար շատ կարևոր է, որ մանավանդ հիմա ստեղ եմ տեսնում, որ ինչքան պետք է բնության համար։ Ես ինքս ծրում եմ արշավ եթամ, դուրս քայլել ու կարծում եմ էդի հենց Կանադա մեծանալուց է եղել ու շատ կարևոր է, որ մեր հողին եւ մեր բնության հարգանք ունենանք, մշակենք, հոգ տանենք։
Ձեր մասնագիտությունը եւս ձեռք եք բերել կանադական համալսարաններից մեկում։ Մի փոքր խոսենք ձեր մասնագիտության ընտրության մասին եւ ձեր մասնագիտության նրբությունների մասին։ Ինչպես եք ընտրել, ով է ձեզ աջակցել այդ ընտրության հարցում, թե ինքնուրույն եք ընտրել։ Ինքնուրույն եմ ընտրել, մարքեթինգ եմ սովորել, ավելի շատ նորաձևության մարքեթինգ, եթե շատ խորանանք, իսկ մարքեթինգը մի ոլորտ է, որ երբ որ արդեն իր հիմնը սովորում ես, ամեն ինչում կարող ես գործածել։ Եվ նորաձևության մարքեթինգ եմ սովորել, բայց հետո ես ինքս իմ բիզնեսն եմ ունեցել, սպա, 8 տարի սպա ենք ունեցել Տորոնտո քաղաքում, այո, ու հետո էլ միջոցառումների կազմակերպիչ եմ եղել, Տորոնտոյի ֆիլմի փառատոնի համար եմ աշխատել, տարբեր ռեստորանների եւ ակումբների բացումներ են կարել, ու հետո փոխել եմ ավելի շատ սպորտի եւ ֆիթնեսի, յոգայի մասնագետ եմ դարձել, ու հետո տարիներ համ յոգայով եմ զբաղվել, համ էլ ընդեղի ֆիթնեսի ակումբի ղեկավար եմ եղել։ Մի շարք մասնագիտություններ ունեք փաստորեն։ Այո։ Դրանցից որևէ մեկը չեք պատրաստվում օգտագործել այստեղ Հայաստանում։ Դե իմ այստեղ փորձում եմ, այստեղ համ մարքեթինգ եմ փորձում անել, յոգայից դասերը դեռ շարունակում եմ, on-line հիմա դասեր եմ անում, համ Երևանից հաճախորդ ունեմ, համ Տորոնտոյից, երկուսն էլ նույն ժամանակին միանում են on-line-ի դասեր։ Եվ հիմա միջոցառումների համար, մարքեթինգի համար գործ եմ փնտրում հիմա։ Արդյոք հնարավոր է Կանադայում ձեռք բերած գիտելիքներն ու այդ փորձառությունը կիրառել Հայաստանում, թե այստեղ աշխատաշուկան իր յուրահատկություններն ունի, պետք է ադապտացվել։ Հաստատ պետք է ադապտացվել։ Առաջինը, որ հենց հայերեն բառապաշարից մի քիչ պետք է ուժեղացնեմ, ճիշտ է, որ ամեն օրվա խոսալու համար օքեյ է եւ գրել կարդալ գիտեմ, բայց հիմա զգում եմ, որ պետք է մի քիչ ավելի ուժեղանա հայերենս։ Երկար տարիներ աշխատել եք Կանադայում ու նաև հասցրել եք Հայաստանում որոշակի գործնական փորձառություն ձեռք բերել։ Կարող եք արդեն համեմատել երկու երկրների աշխատաշուկաները։ Ինչն եք հավանում Կանադայում այդ աշխատելավոճում նրանց, ինչ կցանկանայիք, որպեսզի այնտեղից վերցնենք եւ կիրառենք Հայաստանում։ Որպես մարքեթոլոգ, ինչ որ սովորել եմ Կանադայում, կարող եմ ստեղ Հայաստանում գործածել։ Միակ դժվարությունը հիմա իմ կարծիքով է նա, որ ստեղի սիստեմի մարդ սովորի, ստեղ մի քիչ էլ ավելի շատ երիտասարդներին են առիթ տալի, որպեսզի աշխատանքի, եւ ես կարծում եմ ինձ համար հիմա այս տարիքում ավելի կարեւոր է, որ ես on-line գործեր անեմ, ես ինքս իմ բիզնեսս ստեղծեմ, որպեսզի իմ համ Ամերիկայի, Կանադայի, Նորթ Ամերիկայի կապերը եւ ստեղի կապերը միասին բերեմ ու ինքս ինձ համար իմ գործը ստեղծեմ, փոխարեն փնտրեմ։ Դուք բավականին երկար տարիներ ունեցել եք ձեր սպա կենտրոնը Կանադայում, արդյոք նպատակ չունեք նաև այն բացել Հայաստանում, մանավանդ որ գործի նրբություններին արդեն տիրապետում եք։ Ճիշտն ասած չէ այդքան, դա արդեն իմ անցյալումս է, դեռ շատ եմ սիրում սպայի աշխատանքը, կարծեմ ստեղ արդեն բավական սպայի ու գեղեցկության սրաներ կան, ես միշտ առաջադեմ եմ եւ կարծում եմ, որ կարեւոր է, որ նոր բաներ փորձեմ հիմա։ Էֆի, փոխարենը բավականին ժամանակ ունեք բացահայտելու հայրենիքը, Հայաստանի տարբեր շրջաններ այցելելու, որ համայնքներում եք եղել, ինչն եք հավանում, որն է ձեր ամենասիրելի վայրը։ Ճիշտն ասած, այն ժանր, որ туриզմի գործի մեջ եմ, Եղեգնաձորն եմ աշխատել, իրանց Խոսրովի անտառի պաշտպանության համար եւ շատ սիրուն վայրատեղ, ես կարծում եմ, որ դա մի քիչ ավելի շատ պիտի արտահայտվի։ Գյումրին է շատ լավն էր, ամենտեղ որ գործել եմ, սիրացել եմ, ամենտեղը ինք իր համոհոտը ունի։ Ինձ համար ավելի կարևոր է, որ հենց Հայաստան լինել։ Միակ տեղը, որ դեռ չեմ գնացել, հարավային Հայաստանն է, հույսով եմ այս ամառ առիթը լինի, որ համ Գորի Սկապանը տեսեմ։ Ամենացածը, որ գնացել եմ, հենց Տաթևն է եւ Քարահունջը։ Ձեր կարծիքով ինչը կնպաստի, որ ավելի շատ աշխարհասփյուր հայեր որոշեն տեղափոխվել եւ հաստատվել հայրենիքում, եւ այս գործում ինչ անելիք ունի պետությունը ու առանձին գաղթօջախներում ձևավորված հայկական համայնքները։ Ես կարծում եմ կարևոր է, որ պետությունը, ինչպես որ 60-ականներին եւ 40-ականներին հայրենադարձի արշավ լինի, հիմա այսքան հայ կա համ Եվրոպա, համ Ամերիկա, Կանադա, Ավստրալիա,
իրանց քաջալերել ստեղ գալը մի բան է, բայց որ հասնում են ստեղի քաղաքացիություն ստանալը մի քիչ հեշտացնեն, ես ինքս մի տարի պայքարել եմ, մինչև քաղաքացիությունս եմ ստացել, ու քաջալերել, որ իսկապես Երևանից դուրս մարդիկ ապրեն։ Երևանը արդեն կարծեմ հասել է իր մաքսիմում բնակության խտության։ Չգիտեմ ինչ պիտի անեն, ես ինքս միշտ մտածել եմ, որ մեր ջարդի ժամանակ 1.5 միլիոն մարդիկ մահացել են եւ այդ արշավի թեման պիտի լինի, որ 1.5 միլիոն հայ հետ կան Հայաստան հիմա։ Ինչ ձևով եղել է։ Երիտասարդները դժվար է, իրանք արդեն իրանք կյանք ունեն այլ երկրներում, թոշակավորներին պետք է քաջալերեն։ Հենց իմ ծնողներից նման մարդիկ, որ արդեն իրանք կյանք ապրել են, գործ արել են, թոշակ են անցել ու տունը նստած են մեծ մասամբ։ Թող գան ստեղ ապրեն, ստեղում իրանք տունը առնեն, ստեղում արևտուր անեն, ստեղի տնտեսությունը զարգացնելու համար մարդա պետք որ գան ստեղ ներդրումներ անելու համար։ Ինչ խորհուրդ կտաք մեր բոլոր այն հայրենակիցներին, որ հիմա արտասահմանում են ապրում, սակայն մեծ ցանկություն եւ երազանք ունեն տեղափոխվել հայրենիք, բայց վախեր ունեն փոփոխություններից։ Դե փոփոխությունը կյանքի մի մասն է, կյանքի ասում են էլ, կյանքում մի բանը որ չի փոխվում, փոփոխությունն է։ Ու հիմա աշխարհը այնքան տակնուվրա վիճակում է, իմ կարծիքով հենց անցյալ օրը պապայիս հետ ենք խոսում, որ ճիշտ է, որ ստեղում կան սպառնալիքներ, բայց որ համեմատում ես հիմա ինչեր է կատարվում աշխարհի մյուս մասերում, ստեղ բավական խաղաղ, հանգիստ կյանք են անում ծնողներս, եւ ես կարծում եմ, որ ինչպես ասամ, մեկ քիչ ավելի մեծ հայերը, որ միշտ երազանք ունեցել են, որ գան Հայաստան, ժամանակն է գան։ Այդքան էլ դժվար չի։ Հիմա մանավանդ ստեղում պետության կողմից ծրագիրներ կան, որ կարող ես օգտվել, որպեսզի հայրենադարձությունը ավելի հեշտանա։ Շնորհակալություն Էֆի հետաքրքիր զրույցի համար։ Ձեզանից եմ շնորհակալ։ Հայրենակցի յուրաքանչյուր թողարկում վառ ապացույց է, որ բազմաթիվ հայեր են համարձակայդ քայլն անում, վերադառնալով եւ հաստատվելով իրենց պապերի օջախում, որպեսզի նպաստեն հայրենիքի զարգացմանը եւ պահպանեն մեր ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունը։ Յուրաքանչյուր նոր պատմություն վկայում է, որ տարբեր ժամանակներում իրենց տուն ու տեղից կտրված հայերը կամ նրանց ժառանգները իրենց երեխաների համար որպես լավագույն միջավայր ընտրում են հենց հայրենիքը։ Հայրենիք, որը միշտ սպասում է իր զավակներին եւ պատրաստ է գրկաբաց ընդունել նրանց։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Կհանդիպենք։